լինի ոչ փառքը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, եւ թող եկեղեցին ասի. Ամեն, հալելույա, փառք, արժանի ամեր Տերը, Տերը քեզ շատ օրհնի սիրելիս, կարող ես շրջվել կողքինի, ջպտալ ասես, գիտես որ այսօրվա Աստծո ներկայությունը, որ ապացուցված է քո պատճառով, Աստվածաշնչից Տիրոջ խոսքից, ասում է որտեղ 2-ից 3 հոգի, ես այնտեղ եմ ու նրանց մեջ եմ, փառք Աստծուն։ Ուզում եմ միտեղ կարդամ Առակաց 18:9, ով իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է։ Սիրելիս, ես քեզ կոչ եմ անում առհասարակ հրաժարվել բոլոր թույլ ծառայություններից, թույլ երկրպագությունից, թույլ մտնել ինչ-որ բանի մեջ։ Ուրեմն սիրելիներս, այսօր մենք պիտի միտք առնենք, որ իսկապես տկարությունը մեզ համար չի, թուլությունը մեզ համար չի, ասում է զորավորները զորություն կառնեն, իսկ եթե զորությունը մենք չենք առնում, պատճառը որն է, գիտես, երբ որ դու ինչ-որ մեկին գանգատվում ես, ինչ-որ մեկին ինչ-որ բան ես պատմում, դու չգիտենալով հանդերձ, որ այդ տվյալ անձնավորությանը նույնպես վարակում ես այն հիվանդությունով, որը որ դու հիվանդ ես։ Բայց Աստված ամեն տեղ ամեն ժամանակ բոլորին կանչում ապաշխարության։ Սա վերջը չի, բայց ես ուզում եմ, որ դու վերջ դնես այն բնավորությանը ու այլևս չգնանք, չվնասենք։ Դու բժշկվում ես, Տերը գալիս է, քո կյանքում ապաշխարություն է տեղի ունենում, բայց այդ մարդկանց կյանքում սերմեր են մեծանում ու որը որ չեն կարողանում պտղաբերությունով լցվել։ Եվ մենք ասում ենք ինչն է պատճառը։ Պատճառը սա է, սիրելիներս, որ այն ժամանակին, երբ որ դու կարող ես նրա մեջ բարի բաներ ցանել, դու առաջնային ցանել ես ամենավատ չար արմատներ ես դրես, սերմեր ես ցանել ու հիմա բարի գալուստ իրական աշխարհ, ինչ մենք տալիս ենք, այն էլ ստանում ենք։ Իսկ ավելի լավ է, որ մեր բերանները աշխատենք, փակ պահենք առաջին հերթին, եւ քեզ խորհուրդ եմ տալիս, երբ որ դու դժվարության մեջ ես, երբ որ ինչ-որ մեկը քեզ ճիշտ չի հասկացել, նախատվել ես, հիշիր մի բան, ոչ թե վազիր ինչ-որ մեկին պատմելու, թե դու ինչ ես զգում, ես քեզ խորհուրդ եմ տալիս, գնա Հիսուսի մոտ, ասա Տեր իմ հետ սենց եմ վարվել։ Դավիթն ասում է նայում եմ սարերին, սարերը հույսատու մի բան են, բայց նրանից հույս չկար։ Ասում եմ հույսը իմ սպասումը Տերիցն է։ Կարանք սովորենք առհասարակ, երբ որ մենք խնդիր ունենք, երբ որ ինչ-որ մարդիկ մեզ չեն հասկացել, երբ որ ինչ-որ խնդիրների մեջ ենք հայտնվել, ոչ թե վազենք ինչ-որ մեկին վնասելու, ճակերտավոր պատմելու, թե ինչ են արել, ոնց են արել, սիրելիս ես քեզ խորհուրդ եմ տալիս, վազիր Հիսուսի մոտ։ Ասա Տեր, ես այս սրտով եմ, իմ մոտ բժշկություն տեղի չի ունենում, խնդրում եմ իմ սիրտը, իմ կյանքը, իմ միտքը փոխի, որ կարողանամ հասկանամ դիմացինից ինչ էր ուզում ասել։ Մենք շատ անգամ շտապում ենք ու խոսքը չավարտված սկսում ենք արդեն որոշումներ կայացնել իրար փոխարեն, նա էս ասեց, ես էս ասեցի, գիտեք ինչ, եթե սենց մանրանանք ինչ-որ բաների մեջ, բոլորի մոտ է կարող են սխալներ հայտնվել, բայց եկեք մենք ոչ թե սխալներ փնտրենք, այլ սխալները ծածկենք, որովհետև Աստծո խոսքն ասում է կատարյալ սերը բազում սխալներ ծածկում է, ամեն։ Ելից 14:31 Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա։ Նրանք ականատես եղան այս ամեն ինչին։ Նրանք տեսան ծովը ինչպես Աստված ճեղքեց։
Նրանք տեսան ինչպես եգիպտական բարձրակարգ զինվորներին սովորած, պատրաստված ծովի մեջ մի վայրկյանում անհայտացրեց։ Այս բոլորը գրված է, ես իմ խոսքերից չեմ ասում։ Եվ շարունակում է, եւ ժողովուրդը վախեցավ Տիրոջից։ Երբ որ մեր ակտիվ կյանքը թուլանում է, Աստծո հրաշքները մեր կյանքում նույնպես հետ են նահանջում։ Իսկ ես քեզ կոչ եմ անում, որ դու այսօրվանից ասես Տեր, ես վերջի անգամ երբ եմ հրաշքներ տեսել իմ կյանքում։ Ես խնդրում եմ, որ քո հրաշքը հենց այսօրվանից փոխվի։ Առաջին հերթին ինչ կա իմ սրտի մեջ, ինչա պահված։ Միգուցե ես լցված եմ չարությունով։ Միգուցե ես արդեն սկսել եմ դատապարտել։ Միգուցե ես արդեն չարախոսության կետի ամենագագաթնակետի աթոռի վրա նստած անձնավորությունն եմ։ Ինչ ես կարծում, Աստված կգա ու կխոսի քեզ հետ։ Բացարձակ չի խոսի, սիրելիս։ Ու սրա համար ես ուզում եմ, որպեսզի մենք իսկապես ասենք, Տեր, մենք ուզում ենք տեսնել քեզ։ Մենք ուզում ենք հրաշքները, որպեսզի քո վախը մեր աչքի առջևից չգնա։ Եվ ինչա տեղի ունենում։ Մենք հեսա կկարդանք տեղեր, որտեղ որ բերեցին ամենավատ ու դժվար իրավիճակները։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջը ու նրա ծառա Մովսեսին։ Տեսեք, Սաղմոսի մեջ հետաքրքիր բան է խոսում Դավիթ թագավորը 106 Սաղմոսում 12-ից 15 համարներն են։ Հավատացին նրա խոսքերին եւ օրհնեցին նրա օրհնությունը, բայց շուտով մոռացան նրա գործերը եւ չսպասեցին նրա խորհուրդներին։ Անապատի մեջ բողոքվեցին ցանկությամբ եւ Աստծուն փորձեցին անջուր տեղում։ Նա իրենց ուզածը տվեց նրանց եւ ուժաթափություն ուղարկեց նրանց։ Տեսեք, նրանց ինչ էր պետք։ Անապատի մեջ միանշանակ կարիք կար ջրի։ Բայց քանի որ կար բողոք, Աստված տվեց իրանց ուզածը, բայց եւ նաեւ տվեց թուլություն։ Սիրելիս, մեր կյանքում թուլությունը գալիս է նրանից, երբ որ մենք սկսում ենք բողոքարկել, մենք սկսում ենք բողոքներ ներկայացնել։ Ռուսերենում շատ լավ ասում, ռապտած, բողոքարկել, բողոքել, եւ ասում այդ բողոքը դարձավ Իսրայելի գլխին անեծք։ Սիրելիս, միգուցե այս բողոքը դառնա իմ ու քո գլխին անեծք։ Որովհետև մենք արդեն այնքան ենք մեր չափերն անցել, որ նույնիսկ Աստծո Սուրբ Հոգու ներկայությունը մենք անտեսում ենք ու շարունակում ենք մարդկանց մեջ մտցնել են արատը, հիվանդություն են, ցավը, որ ինքը դա վիրուս է, ինքը շատ արագ է տարածվում, բայց որ խոսում ենք մարդկանց սրտերի բժշկության համար, շատ քիչ մարդի է հետաքրքրում դա։ Ուրեմն սիրելիներս, մի թույլ տար, որ այս արատը այս երևացող բողոքը քո կյանքի մեջ տեղ գրավի, որովհետև սա քեզ կվնասի ու շատերին է վնասում ու գալիս է դրանից հետո ինչ ծույլ թերի գործողություն։ Այստեղից հետևություն ենք անում, սիրելիներս, որ մենք Աստծուն չենք ճանաչում։ Մենք վերապրում չենք ունեցել, մենք Աստծո հետ չենք հանդիպել։ Իսկ եթե գոնե մի անգամ դու Աստծո հետ հանդիպում ունենայիր, ես ուզում եմ այսօր շեշտադրում անել Աստծո հետ հանդիպումը կայացնես այսօր, հիմա եւ ոչ թե հետո։ Ասես Տեր, միգուցե իմ աստվածաբանության մեջ սխալ բաներ եմ հասկացել, ես ուզում եմ ռեալ ու կենթանի ձևով գաս իմ կյանքի մեջ խոսես։ Ելից 17 առաջի երկրորդ համարը, հետո 6-7 համարները։ Ես միանգամից կկարդամ։ Իսրայելի որդեների ամբողջ բազմությունը Տիրոջ խոսքին համաձայն իր ճանապարհով մեկնեց։ Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ Տեսեք, ջրի մասին ախոս։ Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ ասելով. Մեզ ջուր տվեք, որ խմենք։ Մովսեսն ասաց նրանց. Ինչ եք
ինձ հետ վիճում, ինչու եք փորձում Տիրոջը։ Այս խոսքերի արանքում գրված է, որ եբրայեցի հրեաները բողոքարկեցին, ասեցին, մեզ Եգիպտոսից հանեցիր, որ բերես անապատի մեջ սպանես։ Սիրելիներս, տեսեք, ինչ անմտություն է, չէ՞։ Աստված 400 տարի լսեց իրանց աղաղակը եւ պատասխանեց, Մովսեսին բարձրացրեց, հանեց Եգիպտոսի լծի տակից դուրս բերեց ազատության մեջ ու տեսան Աստծո հրաշքները։ Գիտեք, մեր կյանքում ինչը չի ամրապնդվում, որ մենք Աստծո հետ ռեալ բաներ չենք տեսնում։ Իսկ նրանք, ովքեր ռեալ բաներ են տեսնում, նրանց կյանքի մեջ հավատքը մի քիչ ուժեղանում է, բայց այս էլ փաստ չի, որովհետև ասում են նրանք տեսան ցերեկով, որ ամպիսյունն էր առաջնորդում, գիշերը կրակիսյունը։ Ես չգիտեմ ինչ հրեշտակ էր գալիս, ջահը վառում էր եւ այդ միլիոնանոց ժողովրդին առաջնորդում դեպի խոստացված երկիրը, բայց մեկ էս մարդիկ մի փոքր անապատի մեջ, ով չի հասկանում, որ մեզ ինձ ու քեզ անապատի մեջ ջուր է պետք։ Ով չի հասկանում, միթե այն Աստվածը, որ տվել է, ստեղծել է երկինք ու երկիր, ու որ խոսքը գրված ասում է ստամոքսը հացի համար է ստեղծված, հացը ստամոքսի համար։ Միթե Աստված սրա համար չի, հոգա այս ամենի համար։ Իսկ մի փոքր դժվարություն ներսից պորտկումներ են առաջանում։ Աստված դաժան է, չար է ու չգիտեմ ինչ, ու սկսում են վարակիչ հիվանդություններ տարածել։ Սիրելիներս, Մովսեսն ասեց, ինձանի ինչ եք ուզում։ Բայց Տերը, ես շարունակեմ պատմությունը, եւ Տերն ասեց, կգնաս այս ինչ ժայռի մոտ կկանգնես, կխփես եւ ժայռի ջուր դուրս կգա։ Բայց սա էլի ավարտը չէր։ Մեկը իրանց տրտունջը շարունակեց, շարունակում էր, միջև հիմա շարունակվում է անգամ 21-րդ դարի քրիստոնեական եկեղեցում, որը որ ռեալ փաստացի մենք նրա ներկայացուցիչն ենք։ Այսօր նույն բանը շարունակվում է 4000 տարի առաջ պատմությունը, հիմա նույն բանը շարունակվում է։ Սիրելիներս, եթե ուզում ես, որ իրականում Աստված քո կյանքի մեջ գա, խոսի, բնակվի, քեզ հետ զրուցակցի առաջին հերթին, երբ որ դու խնդիր ունես, մի վազիր, պատմելու ինչ-որ մեկին, դու վնասում ես այդ անձնավորությանը, քո զանգով, թե ներկայությունով, շտապիր վազել առանձնանալ քո սենյակը, փակել դռները, ասել ինչ չանհանգստացնեք, ես Տիրոջ հետ առանձնանալու, խոսալու բան ունեմ։ Ես չեմ կարծում, որ Աստված կմերժի քեզ հետ հանդիպելուց։ Ես հավատացած եմ նույնիսկ Աստված ավելին է ուզում, որ դու դա այսօր կիրառես, գործի դնես ու գաս ու ինքը սպասում է։ Հայտնության 3:16-ում ինչ ասում, ահավասի կանգնած եմ քո սրտի դռանը։ Ուրեմն դու պիտի սպասես այն թակոցին, որ Աստված թակում է, որ դու բացես ժամանակին քո սիրտը ու նա գա քո սրտի մեջ, նստի ու իրար հետ ընթրիք անեք, ասում Աստվածաշունչ ամեն։ Ուրեմն սիրելիս, ես քեզ կոչ եմ անում, որպեսզի դու այսօր որոշում կայացնես, լիովին մտափոխվես, ասես Տեր, ես բժշկության կարիք ունեմ, քեզ ոչ ոք չի լսելու։ Քեզ լսելու է միայն Աստված, ուրիշ ոչ մեկը։ Ու հետագայում կերևա, թե դու իրականում ինչ աղոթք ես արել ու ինչ սրտի դիրքից ես աղոթել եւ պատասխանդ շատ շուտով կտեսնես։ Իսկ եթե հետաձգվեց, ուրեմն մի բան սխալ են կարել։ Աստծո խոսքում ասում է, ինչ օգուտ աշխարհը շահես, բայց քո անձը կորսեցնես, իմաստը ո՞րն է։ Իմաստ չեմ տեսնում։ Իսկ իմաստը նրա մեջ է, որ մենք կարողանանք սերներս եւ մենք փոխվենք եւ մեր դիմացինին կարողանանք փոխենք, որովհետեւ Հիսուսը խաչի վրա
խաչի վրա սիրելիներս, նա նույնիսկ են արյան դժվար են նեղ իրավիճակում փոխեց իրավիճակ, իր հետ մարդ տարավ արքայության մեջ, կարանք մեր դժվարության մեջ մարդկանց դեպի երկինք տանենք, սկսենք այդտեղից, եթե դու ուզում ես, որ իսկապես Աստծո արդությունը գա քո կյանքի մեջ, եւ դու Աստծո սրտի ուզած մարդը դառնաս, սկսի այդպիսի բնավորությունների հետևից գնալ ու սկսել մարդկանց այնպես անել, որ նույնիսկ այն որ քեզ վիրավորել են, քեզ նախատել են, քո հասցեին ինչ ասել են, սա նրա համար է եղել, որ դու ինչ որ մի հիվանդի, մի կարիքավորի, քո օրինակով բժշկես եւ ոչ թե քեզ նման դարձնես եւ այդ արատը վիրուսը տարածես իր մեջ։ Իսկ դրանք շատ արագ են տարածում սիրելիներս։ Ու խնդրում եմ որպես սա Աստծո կողմից պատգամ, որ մենք իրականում սրա վրա ուշադրություն դարձնենք։ Ես նորից եմ ասում, ինչ էլ պատճառաբանես, ես քեզ հետ համամիտ եմ, բայց դու չես կարա բերես այն փաստերը, ինչը որ կբերի քո կողքին Հիսուսը իր փաստերով։ Եվ դու ինչ ես պատասխանելու։ Դու թքվեցիր, մրվեցիր, եւ բոլորի աչքից երեսից ընկած եղար, քո սիրելի մարդիկ քեզանից հրաժարվեցին, չէ, չեմ կարծում, որ նմանատիպ բաների մեջ եք, մերկության մեջ թողին ու բոլորը երես թերկեցին, մենք կարդում ենք Իսրայելի պատմության մեջ, սիրելիներս, Կորխի, Դաթանի եւ Աբիրոնի մասին, եւ իրանց նպատակը որն էր, ինչ ասում Հյուդայի թուղթը, նրանց նպատակը չարությունն էր, եկեք որոշում կայացնենք, որ եթե դու ուզում ես Աստծո ուշադրությունը գրավես, դու պիտի քո հավատքով, քո գործողություններով զարմացնես, կանգնեցնես, որովհետև ասում է, ով Հիսուսին աղաղակեց, ոչ թե տաղաղակը, այլ արջը կորցրած ձագը, ոնց է լինում։ Փառք Հիսուսին, մեր Աստված զորավոր է։ Ես ուզում եմ կանգնենք աղոթքի։ Երբ կա կասկածամտություն, կառաջանան հակառակություն, ապստամբություն։